Ֆրանսիայի նախագահը եվրոպական միջոցառումները համատեղում էր պետական այցի հետ։ Երևանից նա Գյումրի է մեկնել, Կարլեն Ասլանյանն է այնտեղ աշխատում։ Կարլեն, բարի երեկո, Մակրոնի Գյումրու օրակարգը որն էր, սրամտությամբ հայտնի գյումրեցիները Մակրոնին ինչով զարմացրին։ Բարի երեկո, Աստղիկ, գյումրեցիները ոչ միայն սրամտությամբ, նաև ջերմ վերաբերմունքով Մակրոնին դիմավորեցին, երևի ամենաշատը, որ այսօր լսել եմ Գյումրիում, Մակրոնը կուքա արտահայտությունն էր, բազմաթիվ գյումրեցիներ ցերեկվանից արդեն փողոցներում էին դիմավորելու Ֆրանսիայի ղեկավարին, նախապես տեղեկացել էին նա ուր է այցելելու, ել չասած այստեղ Ֆրանսիայի ներողություն Վարդանանց հրապարակը, որ լեփլեցուն էր օրվա երկրորդ կեսից, չնայած տեղացող անձրևին, նախագահ Մակրոնը շրջեց հին Գյումրիում, նա այցելեց 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, այնտեղ նախագահ Վահագն Խաչատրյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ հարգանքի տուրք մատուցեց 88-ի երկրաշարժի զոհերին, ապա եկավ Վարդանանց հրապարակ, որտեղ հայ-ֆրանսիական մեծ համերգ էր կազմակերպված, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ելույթ էր ունենում Ֆրանսիայից ժամանած երգիչների եւ նաեւ հայ երգիչների հետ, ապա երկու երկրների ղեկավարները նաեւ բեմ բարձրացան հրաժեշտի խոսք ասելու, վարչապետ Փաշինյանն եւս մեկ անգամ Մակրոնի շնորհակալություն հայտնեց, իսկ Ֆրանսիայի նախագահը հիշեց 88-ի իրադարձությունները, թե ինչպես Շարլ Ազնավուրի կոչով Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին եւ այսպիսով ավարտվեց այցը, շարասյունն այժմ ուղևորվում է Զվարթնոց օդանավակայան Երևան։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան եւ երբեք չմոռանաք Ֆրանսիան սիրում է ձեզ։ Vive l'Arménie, vive la France, vive Գյումրի։ Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Monsieur Macron։ Ամենից լավ է։ Ամենից լավ է։ Հա, որ հայ ժողովուրդը Գյումրին այսօր խելքի եկի, ընդունելություն է տվել մարդկանց, աշխարհի մարդկանց է ճանաչում, ինչ որ պետք է, երևի մեծ փոփոխություններ մարդկանց մեջ առաջ գա։ Այս հանդիպումից, այս կազմակերպած մեծ գործից։ Վատ։ Ինչի վատ։ Ну, 90 թվականները հիշեք։ Հետ կգա։ Շվերուն մտածեք։ Սպասված էր բա։ Դի կանջադե երտանք բաժակը Մակրոնի կենացը խմենք կան, կարի։ Ինչ կասեք, օրինակ դուք ինչ կասեք։ Ես ասեցի։ Սպասված հյուր է։ Իհարկե։ Օրինակ ինչ կտաս, չգիտեմ այցելությունը։ Ես չգիտեմ ինչ կդա, բայց հարգի էր։ Կարլեն, նախագահականում Փաշինյանն ու Մակրոնը երեկ միասին ազնավուր կատարեցին։ Գյումրիում համատեղ կատարում եղավ, հրապարակում նաև համերգ էր նախատեսված։ Ոչ, համատեղ կատարում չեղավ, միայն ելույթ, ինչպես ասացի, փոխարենը Աստղիկ Ֆրանսիայից ասացի, որ արտիստներ էին ժամանել, ես կառանձնացնեմ թերևս Պատրիկ Ֆյորին, որը շատ հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարը ռոք հայտնի օպերայից, նա իդեպ ազգությամբ հայ է, ավելին նա նույնիսկ ցանկություն է հայտնել մյուս տարի Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում եւ այսօր էլ նա այդ օպերայից իր հայտնի երգը Էսմերալդային նվիրված երգը կատարեց, ինչ վերաբերում է առաջնորդներին, ապա այնքան մեծ ոգևորություն է այս այցը առաջացրել, որ հիմա ղեկավարները հեռացել են, բայց հրապարակը դեռ շարունակում է լեփլեցուն մնալ, այս հրապարակը անցած տարիների ընթացքում հիմնականում կամ խորհրդային կամ հետխորհրդային երկրների առաջնորդների է տեսել Գորբաչովից մինչև Մեդվեդև, Պուտին։ Կարլեն, մինչ Գյումրի գալը Ֆրանսիայի նախագահը Երևանում մի շարք փաստաթղթեր ստորագրեց, այդ թվում ռազմավարական գործընկերության հռչակագիրը, ինչ է ամրագրված այդ փաստաթղթում, ամփոփենք։
Այո, դա թերևս պետական այս այցի կենտրոնական առանցքային իրադարձությունն էր, Երևանյան բանակցությունը, որին հաջորդեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, դրան զուգահեռ Երևանն ու Փարիզը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին ռազմաարդյունաբերական ոլորտից մինչև կրթություն, գիտություն, մշակույթ, ճանապարհաշինություն, համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրվեցին ֆրանսիական ուղղաթիռների ձեռքբերման մասին, օրինակ հայկական ավիաընկերությունը ֆրանսիական օդանավերը ձեռք բերելու հյուսիս-հարավ ճանապարհահատվածում, ֆրանսիական ընկերությունը զգալի մի հատված շինարարությունը կստանձնի եւ այլն եւ այլն։ Ես թերևս առանձնացնեմ ռազմատեխնիկական բնույթի համագործակցությունը, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը ֆրանսիական կողմի հետ հուշագիր է ստորագրել փոխկարողությունների ուսումնասիրման վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացիները համազգեստ կտրամադրեն Հայաստանի բանակին, դե ինչպես հայտնի է, Փարիզը Եվրամիության այն եզակի երկրներից է, որ արդեն սկսել է ռազմատեխնիկայի առաքումը վաճառքը Հայաստան, հայտնի Ցեզար հաուբիցները, Բաստիոն զրահամեքենաները, Միստրալ հակաօդային պաշտպանության միջոցները արդեն առաքվում են Հայաստանին։ Անդրադառնալով այս ռազմավարական գործընկերությանը, վարչապետ Փաշինյանը ասաց, որ Երևանի եւ Փարիզի միջև հարաբերությունները այնքան լավ են, այնքան ջերմ են, որ դժվար է պատկերացնել, թե հիմա դա ինչ մակարդակի կբարձրանա։ Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առկային բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Իմիջայլոց նոր հնարավորությունների մասին մենք փաստաթուղթը ստորագրեցինք եւ գործնականում 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին եւ իրացվեցին եւ այս process-ը կլինի շարունակական։ Ֆրանսիացի լրագրողն էլ նախագահ Մակրոնից հետաքրքրվեց, թե արդյոք նա աջակցում է վարչապետ Փաշինյանին գալիք խորհրդարանական ընտրություններում եւ եթե այո, արդյոք դա իր հերթին միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին, ինչի համար նա օրինակ մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային հարձակման համատեքստում եւ ոչ միայն Մակրոնը, այլ նաեւ Եվրամիության շատ այլ ղեկավարներ են Ռուսաստանին մեղադրում եւ գիտեք նաեւ Եվրոպական միությունը հատուկ առաքելություն է տեղակայել Հայաստանում հիբրիդային այդ հարձակումների դեմ պայքարի համար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է տարբերակել տեղեկատվությունը, մանիպուլացնող միջամտությունները, որոնք գալիս են խաթարելու երկրի ժողովրդավարական կյանքը եւ իրականացվում են քողարկված ձևով, լիովին բացահայտ քաղաքական դիրքորոշումներից։ Հետևաբար, ես լիովին ստանձնում եմ 8 տարվա վստահելի գործընկերոջ աջակցելու պատասխանատվությունը, որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, ինչպես արեցի օրինակ նախագահ Մայա Սանդուի դեպքում, երբ հարցը ծագեց եւ նրա դիմաց կանգնած էր մեկը, ով ոչ եվրոպական ընտրություն էր կատարել։ Նույն իրավիճակն է նաև այստեղ։ Եվ այո, ես լիովին ստանձնում եմ Եվրոպան պաշտպանելու, ինչպես նաև այստեղ գալով Եվրոպայի ու Ֆրանսիայի շահերը պաշտպանելու պատասխանատվությունը։ Բայց սա նույնը չէ, ինչ այն միջամտությունները, որոնք իրականացվում են տեղեկատվության մանիպուլյացիայի, լրատվամիջոցների սեփականաշնորհման, կեղծ տեղեկությունների տարածման եւ իրավական պետության կանոնների ապակայունացման միջոցով։ Ահա թե ինչի դեմ ենք մենք պայքարում։ C'est ça que nous combattons. Կարլեն, Ֆրանսիայի նախագահը 2 ամբողջական օր անցկացրեց Հայաստանում, պետական այցին նախորդել էր նրա մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, նախագահականում Հայաստանի ղեկավարներն ու Ֆրանսիայի նախագահը երկրների բարձրագույն պարգևներ փոխանակեցին։ Առաջարկում եմ ամփոփենք նաև հիմնական դրվագները, նաև նրանք, որ դուրս մնացին, այսպես ասեմ, պաշտոնական լրահոսից։ Մենք երևի թե բաց թողեցինք միայն այս պաշտոնական օրակարգից նախագահ Մակրոնի այցերը Ծիծեռնակաբերդի, Հուշահամալիր եւ Մատենադարան, ինչ մնում է ոչ պաշտոնական միջոցառումներին, որոնց նա մասնակցեց, ապա դրանց ծավալը հնարավոր չէ ամբողջը թվել, վազելուց մինչև, չգիտեմ, ռեստորաններ, բազմաթիվ երեխաների հետ լուսանկարվել, գրկախառնություն, Հայաստանը ֆրանսախոս երկիր է, ֆրանկոֆոն երկիր է եւ Ֆրանսիան համարվում է
որ ավանդաբար բարեկամ երկիր եւ Ֆրանսիայի գրեթե բոլոր առաջնորդները անկախության շրջանում այցելել են Հայաստան եւ միշտ ջերմ ընդունելության են արժանացել։ Մակրոնի դեպքում դա թերևս մի փոքր ավելի շատ է, չգիտեմ ինչով է պայմանավորված, նաեւ նրա կինը ավելի մեծ սիրո եւ ջերմության են արժանանում հայերի կողմից եւ բացառություն չէր նաեւ իհարկե այս այցը։ Contre nous de la tyrannie. Dans les cafés voisins, nous étions quelques-uns qui attendions la gloire. Et bien Դե ինչպես Կարլեն Ասլանյանը պատմեց, Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվեց, նրա վերջին կանգառը Գյումրին էր, որտեղից էլ Կարլենը մեզ էր միացել, շնորհակալ եմ Կարլեն։